Վերջին շրջանում իրավապահները բացահայտում են մի շարք դեպքեր, երբ ընտրակաշարք է տրվում կամ ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքն է խախտվում կամ մարդկանց նյութապես շահագրգռում են հանրահավաքների մասնակցելու համար։ Այս բոլոր արարքները քրեական օրենսգրքով արգելված արարքներ են, ընդ որում քրեական օրենսգրքի հոդվածների մի մասի հեղինակը հենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս ենք։ Եվ այս բոլոր արարքներով նորմալ է, որ իրավապահ մարմինները դրանց հակազդում են։ Ընդ որում ասեմ ավելին, հաշվի առնելով այն տեղեկությունների ծավալը, որը մենք ստանում ենք երևույթների քանակի հետ կապված, զարմանալի է, որ բացահայտվում է այդքան չնչին մասը։ Ինչ վերաբերվում է ծննդկանի հետ կապված դեպքին, ապա պետք է ասեմ, որ ծննդկան լինելը որևիցե պարագայում չի ազատում ենթադրյալ հանցագործության համար քրեական հետապնդումից, բայց իհարկե ծննդկան լինելը հանգամանք է, որը պետք է ազդի խափանման միջոցի ընտրության վրա, եւ այդ առումով լավ է, որ խափանման միջոցը կալանք չի ընտրվել։ Այս առթով կարծում եմ արժի հիշեցնել, որ ընտրակաշարք վերցնելը եւս քրեորեն պատժելի արարք է, ընտրակաշարք վերցնելու համար կարելի է դատապարտվել մինչև 7 տարվա ազատազրկման, ընտրակաշարք տալու համար մինչև 8 տարվա ազատազրկման, միջնորդելու համար ընտրակաշարք մինչև 5 տարվա ազատազրկման։ Նորմալ բարեգործության արգելքի խախտում, այսինքն թեկնածուների կամ կուսակցությունների անդամների կողմից բարեգործություն իրականացնելը այս փուլում կամ բարեգործությունն ու քարոզչությունը մեկտեղելը ենթադրում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Նաև բավական խիստ պատիժներ է ենթադրվում հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը։ Եվ պետք է նաև հստակեցնենք, որ այս արարքները Հայաստանի իրավապահ մարմինների կողմից պետք է քննվեն անկախ նրանից, թե այս արարքները որտեղ են տեղի ունեցել։ Այսինքն, քանի որ դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, թեկուզ տեղի ունենան Ռուսաստանում, տեղի ունենան Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում, թե տեղի ունենան Զիմբաբվեում, դրանք քննվելու են Հայաստանի իրավապահների կողմից։ Ինչ որ առումով անհասկանալի է, որ ծննդկանի նկատմամբ քրեական հետապնդումը առանց իրեն կալանավորելու մեկնաբանվում է որպես բռնապետություն, որպես ինչ-որ սարսափելի բան, ու նույնիսկ ես տեսել եմ մեկնաբանություններ, որ համեմատություններ են տարվում Կամբոջայի բռնապետ Պոլ Պոտի հետ։ Կներեք, Պոլ Պոտը 1.5-ից 2 միլիոն սեփական քաղաքացի է սպանել։ Ծննդկանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ տնային կալանք տալը եւ 1.5-2 միլիոն սեփական քաղաքացի սպանելը դարել են համանման արարքներ, դա մի քիչ լուրջ համեմատություններ չեն։